Մինչ Հայաստանյան հանրային փորձագիտական ու քաղաքական դաշտը ռուսական գազի հնարավոր թանկացման հետևանքներն է քննարկում, Հայաստանի վարչապետը չի բացահայտում, թե պաշտոնական Մոսկվան Երևանին ինչ բովանդակությամբ նամակ է ուղարկել։ Ռուսական կողմը պատրաստվում է արդյոք վերանայել գազի պայմանագիրը եւ թանկացնել այն։ Նիկոլ Փաշինյանն այսօր միայն պնդեց, թե նախկինում էլ նման նամակներ ստացել են։ Այդպիսի նամակներ մեզ համար նորություն չէ։ Վերջին 8 տարում մենք այդպիսի նամակներ մի քանի անգամ ստացել ենք եւ այդ նամակների շուրջ աշխատանքի մեր փորձը, ձևաչափերը եւ բանաձևերը ունենք եւ նախկինում այդ փորձը ցույց է տվել իր արդյունավետությունը։ 2013 թվականին կնքված գազի մատակարարման պայմանագիրը խզելու հնարավորության մասին պաշտոնական Մոսկվան հայտարարեց 3։ Այսօր արդեն Ռուսաստանի էներգետիկայի նախարարը հայտնեց, թե Երևան ուղարկված նամակով Մոսկվան զգուշացրել է կարող է դադարեցնել բնական գազի եւ նավթամթերքի մատակարարումը Հայաստանին։ Նամակում մեր դիրքորոշումը շատ հստակ է ներկայացված։ Հայաստանը ստանում է եւ նավթ եւ գազ բավականին շահավետ գներով։ Իհարկե նույն գազի գինը Եվրոպայում բազմակի բարձր է, ուստի ես գրել եմ իմ գործընկերոջը, որ բոլորը նախապես իմանան, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Մենք չենք կարողանա մատակարարել նրանց գազ եւ նավթամթերք այն գնով, ինչով մենք մատակարարում ենք ներկայումս, եթե նրանք Եվրասիական տնտեսական միությունից դուրս գան։ Ռուս պաշտոնյայի փոխանցմամբ հայկական կողմից պատասխան դեռ չեն ստացել։ Հայաստանը գազը սահմանին գնում է 1000 խորանարդ մետրի համար պաշտոնապես սահմանված $165 սակագնով, բայց գազի խտությամբ պայմանավորված գինը հասնում է ավելի քան $175։ Ռուսները պարբերաբար շեշտում են, թե նույն գազը եվրոպացիները գնում են $600-ից էլ բարձր գնով։ Պայմանագրի խզման դեպքում Հայաստանը պատրաստ է թանկ գազ գնել։ Վարչապետ Փաշինյանն այս հարցին չպատասխանեց, փոխարենը դարձյալ շեշտեց։ Հայաստանը այլևս այն երկիր չի, որ պլեջի կամ ծիպուլի հույսին է եւ երբ որ հանկարծ լուր տարածվի, որ կարտոշկի գինը 5 դրամով բան անում, բարձրանում է ժողովրդի ճնշումը բարձրանում։ Հայաստանի Հանրապետությունը այլևս հազարների եւ տասնյակ հազարների երկիր չի, Հայաստանի Հանրապետությունը միլիարդների եւ տրիլիոնների երկիր է։ Ինչ վերաբերվում է 2013 թվականի պայմանագրին մնացած հարցերին, այս ընթացքում շատ process-ներ են եղել, մարդիկ սկի տեղյակել չեն եղել։ Եվ մենք, այսինքն նմանատիպ process-ներ այս ընթացքում մի քանի անգամ եղել են։ Մի քանի անգամ։ Բայց Հայաստանի քաղաքացին ոչ մի անգամ չի զգացել դա, որովհետև մենք աշխատել ենք, աշխատանքային կարգով լուծումները գտել ենք։ Ես համոզված եմ, որ այս անգամ էլ լուծումները կգտնենք։ Չնայած հայկական ապրանքների նկատմամբ կիրառված սահմանափակումներին, վարչապետը պնդեց, թե Հայաստանի տնտեսությանը ոչինչ չի սպառնում։ Իսկ թե գործնականում ինչ է անում կառավարությունը այդ սահմանափակումների հետևանքները մեղմելու համար, Նիկոլ Փաշինյանը չասաց։ Գործարար համայնքի համար վարչապետն այլ նորություն ուներ։ Հայաստանի Հանրապետության տնտեսությանը սպասվում են միլիարդների ներդրումներ։ Մոսկվայից հնչող սպառնալիքներին զուգահեռ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, թե թրիփի իրականացմամբ Հայաստանը միլիարդավոր դոլարների օգուտներ է ստանալու։ Եթե Հայաստանի վարչապետը կարծում է, որ երկիրը կհարստանա, չնայած Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմանը, թող հասնի դրան, այսօր ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Кажется, Армения попадает в такую же ловушку, что и Украина, получается. Слушайте, я не могу комментировать высказывания руководителя Армении, если он считает, что она будет богатеть, ну, пусть обеспечит. Դեպի Եվրամիություն ձգտող Հայաստանի կառավարությանը Ռուսաստանից ամենաբարձր մակարդակով հորդորում են արագ ընտրություն անել Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի միջև։ Փաշինյանն այսօր շեշտեց, Եվրասիական տնտեսական միությունից ոչ միայն չեն պատրաստվում դուրս գալ, այլև պատրաստվում են եղած լծակներն օգտագործել երկրի տնտեսական շահերը պաշտպանելու համար։ Վարչապետը դարձյալ պնդեց ԵԱՏՄ-ին անդամակցությունն ու ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ քայլերն այժմ համատեղելի են։ Այդ կարող է համատեղել լինի մինչև 2030 թիվը։ Այդ կարող է համատեղել լինի մինչև 2035 թիվը։ Այդ կարող է համատեղել լինի մինչև 2040 թիվը։ Այդ կարող է համատեղել լինի մինչև 2026 թվականի դեկտեմբերը։ Այդ կարող է համատեղել լինի մինչև 2027 թվականի հունիսը։ Ժամանակը ցույց կտա։
Ես էլ եմ ասում, դա մեր ինքնիշխան որոշումն է, մենք մեր ինքնիշխան որոշումները կկայացնենք։ Այսինքն մեր պլանում ոչ մի բան չի փոխվել։ Ու թեև այսօր հարց չէր հնչել հայկական երկաթուղու մասին, Նիկոլ Փաշինյանը նաև այս թեմային անդրադարձավ։ Ամիսներ առաջ էր վարչապետը պնդել, թե ռուսական կառավարման պատճառով հայկական երկաթուղին կորցնում է մրցակցային առավելությունները։ Ուստի պետք է ռուսական կողմից այն վերցվի եւ փոխանցվի այլ երկրի։ Հարցը ապրիլին քննարկել էին Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը, բայց համաձայնության չէին հասել։ Մոսկվան դեմ է, Փաշինյանն այսօր ասաց, այդ հարցը երկու երկրների հարաբերություններում նյարդ է առաջացնում, սակայն հարկ համարեց հիշեցնել, Երևանն այդ օրակարգից չի հրաժարվել։ Մեր սեփական երկաթուղին մենք չի կարող թողել, որ ինքը կներեք մնա մետաղի ջարդոնի կարգավիճակում։ Ինքը տարանցման մեծ պոտենցիալ ունի եւ ելի մենք Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ աշխատելու ենք, որպեսզի փոխշահավետ լուծումներ գտնվեն։ Նիկոլ Փաշինյանն ասաց, կան հարցեր, որոնք Կրեմլի հետ պետք է քննարկվեն եւ պարզաբանվեն, բայց ԵԱՏՄ գագաթնաժողովին ինքը ներկա չի լինելու։ Հայաստանը ներկայացնելու է փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանը։